Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնի Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Արշակ Սրբազանի դատական նիստ ավարտվեց, ինչ վճիռ է կայացրել դատարանը։ Հայտնի է, թե որ եկեղեցում Փաշինյանը պատարագի կմասնակցի այս կիրակի, ով է պատարագիչը։ Սրբազանի կալանավորումից Զախարովային պատասխանելու ցանկություն, ազգային ժողովում խմբակցությունների տարվա վերջին ճեպազրույցներ։ Ալիևը կրկին խոսել է վերադարձի իրավունքի մասին, բայց ադրբեջանցիների, ինչ է հայտարարել Բաքվի բռնապետը։ Փաշինյանն արդեն որոշել է, թե այս կիրակի որ եկեղեցում կմասնակցի պատարագին։ Դա Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցին է։ Ըստ փաստաբան Կարապետ Պողոսյանի, պատարագը մատուցելու է դրսից բերված ինչ-որ մեկը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ։ Տեղի բոլոր քահանաներից բոլորի մուտքը արգելված է։ Տեր Գառնիկ քահանան պատարագ է մատուցելու ամենափրկիչում։ Սա կլինի ամենախայտառակ պատարագը, որը ամբողջությամբ կացկացվի ուժայինների պնդաճակատության արդյունքում, գրել է Պողոսյանը։ Հիշեցնեմ, երեկ Փաշինյանը հայտարարել էր գնում է այն պատարագներին, որտեղ վեհափառի անունը չի հնչում։ Նախապես խնդրում են պատարագը մատուցող հոգևորականին զեղչել կաթողիկոսի անունը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, կարող է օգնականը լինել, կախված ով ում է ճանաչում եւ ինչ անձնական կապեր ունի, հայտարարել է Փաշինյանը։ Չի որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին դատարանը կալանավորել 2 ամսով։ Նիստից առաջ փաստաբանները հայտնել էին, որ առանձնապես ակնկալիքներ չունեն։ Արշակ Սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին։ Պնդում են, թե այս գործի մեջ իրավագիտություն չկա։ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես? Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակնություն անցել է, արդյոք օգտագործել է թե Չգիտեմ, չունեմ այդ վիճակը։ Դրանք են, չէ, բայց չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Հիշեցնեմ, ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում երեկ ձերբակալել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին 2018-ին վեհափառի դեմ ակցիայի իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու համար։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դատարանի որոշումը կանխատեսելի է։ Իսկ ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ հարուցել է եւ ձերբակալելը համարել է այլանդակություն, հակապետականություն, հակաեկեղեցականություն, անամոթություն ու անբարո վարքագիծ։ Մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացում, ասենք 7-8 տարվա վաղեմության ժամկետներն անցած ինչ-որ ենթադրյալ գործողությունների մասով, որ ակնհայտ է շինծու է, փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը մերժելու հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը։ Ես ճանապարհին տեսնում էի լրատվականներից մեկը մի կոմիքս էր պատրաստել, որ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. ինչ անենք Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Սա խայտառակություն չի, սա անաստվածություն է, սա անբարոյականություն է։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, որն այս օրերին Մարսելում է, խոսել է տեղի ունեցողի մասին։ Մարսելի Սրբոց թարգմանչած եկեղեցում հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է իշխանության որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, ասել է վեհափառը։ Եկեղեցին է, որ զորացնում է ամենքից դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։ Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով։ Լիահույս ենք ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։ Մինչ վեհափառ հայրապետը ահազանգ է հնչեցնում Հայաստանի արտաքին և ներքին կյանքում առկա վտանգների մասին, Ալիևն ավելի է կոշտացնում հռետորաբանությունը։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով դա պետք է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։ Ալիևը նորից խոսել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների մասին։ Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ալիևը խոսում է վերադարձի իրավունքի մասին այն դեպքում, երբ սեփական քաղաքականությամբ արգելել է արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք ու տուն, իսկ ավելի քան 2 տասնյակ հայի էլ ապօրինաբար պահում են Բաքվի բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններից մեկը խնդրել է արդարացնել նրան, հայտարարելով, որ նրա գործողությունները հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Նման բովանդակությամբ հայտարարություններ են արել նաև Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի և մյուս պատանդների ադրբեջանցի փաստաբանները։ Մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։ Այս ամենին զուգահեռ ազգային ժողովում խմբակցություններն այս տարվա վերջին անգամ հանդես են եկել ճեպազրույցներով։ Պատգամավորները անդրադարձել են ներքաղաքական ու արտաքին դիվանագիտության վերաբերող հարցերին, առանձնացրել ենք մի քանի դրվագ։ Լսենք։ Եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի այդ հատկանիշով է, ոչ թե ջեբը պլանկցելու, հազար ներողություն, որ ուղղակի վիրավորանք է, ոչ միայն եկեղեցու, այլ նաև ժողովրդին, որ ահա ինչ կասեմ, ուզեմ կասեմ, դի հավատաս ուզես չուզես։ Նամակը ունի 2 հասցեատեր եւ բնականաբար առանց մյուս հասցեատերի համաձայնությամբ դա հրապարակելը նաև էթիկայի առումով կոռեկտ չենք համարել, առավել եւս հիմա դուք հարցում եք նրա պատասխանի մասին։ Կոնկրետ բովանդակությունը կարծում եմ հստակ արտահայտել է ոչ միայն այդ ժամանակահատվածում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Արցախի հարցում ունեցած դիրքորոշումների հստակեցումները, կարմիր գծերը, ներկայացված այնտեղ այն մանիպուլյացիաները, որոնք Ադրբեջանը փորձում է անել կամ իրականացնել։ Հայ առաքելական եկեղեցին զավթված է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա խմբակի կողմից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, կաթողիկոսա դարձել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եւ դրանից հետո եկեղեցական կարգերին համապատասխան որևէ հարաբերություն ես չեմ կարծում, որ հիմա կա եկեղեցու բարձրաստիճան դիրքերում, այլ ավելի շատ մաֆիոզ տրամաբանությամբ եւ շատ նորմալ է, որ եկեղեցու նորոգման օրակարգի շուրջ պետքա ուրեմն համախմբվեն իրապես եկեղեցու կողքին եւ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները, եկեղեցու կողքին կանգնած եւ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները։
Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Թրամփի խոսքով Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկություն ստանալն է։ Նա ասել է, ուզում է հասկանալ, թե Պուտինն ինչ այլ պատրվակներ է գտել պատերազմը երկարաձգելու եւ Ուկրաինայի վրա ճնշումը շարունակելու համար։ Ըստ Զելենսկի, Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը շատ լավ է անցել։ ԱՄՆ բանակնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ Ինդիա ԹԹ-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ Ռուսաստանն ամեն դեպքում ռազմական կամ այլ ճանապարհով կազատագրի Դոնբասը ու Նովորոսիան, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնության կար դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ ինձ հետ հանդիպեց Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ԱՄՆ առաջնորդը մեկնաբանելով կարգավորման գործընթացը։ Աշխարհն այժմ ապրում է մեկ դարում չտեսնված զանգվածային փոփոխություններ եւ դրանք արագորեն ծավալվում են։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին, որոշելով իր հաջորդ ուղին։ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռայնության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը եւ վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում։ ABC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում գտնվող ռազմաբազայի մոտ։ Անձնակազմի անդամները հասցրել են ինքնանետվել։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ցուցաբերեն խոշոր փոփոխությունների պայմաններում, քանի որ աշխարհը կանգնած է խաչմերուկին։ Գիտեք, երբ ես այս գրասենյակում էի, խոսեցի խաղաքարտերի բացակայության մասին։ Ես Զելենսկիին ասացի, որ դուք խաղաքարտեր չունեք։ Այ հենց այդ ժամանակ էլ պետք է համաձայնության գային։ Դա շատ ավելի լավ ժամանակ էր կարգավորման համար։ Քվեարկության արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է թույլատրել Իսրայելին մասնակցել Եվրատեսիլ 2026-ին։ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան եւ Սլովենիան արդեն հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել մրցույթը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC News Room-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։